Ազգային հեռուստատեսությունը շարունակում է ուղիղ ռեպորտաժը Ծիծեռնակաբերդի ու Շահամալիրից։ Վաղ առավոտից սկսած մարդկանց երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձրունք ավելի է հոծանում։ Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն նահատակներին ոգեկոչելու նպատակով Հայաստան ժամանած թուրք մտավորականների եւ դեմոկրատների մի խումբ քիչ առաջ ծաղկեպսակ դրեց Հուշահամալիրին։ Ու նաեւ այսպիսով թերևս կարելի է համոզվել, որ քիչ չեն նաեւ այն թուրքերը, որոնք կողմ են պատմական արդարության եւ մեծ ցանկություն ունեն, որ Օսմանյան կայսրության իրավահաջորդ թուրքական պետությունը թոթափի պատմական ծանր բեռը։ Ավելացնեմ նաև, որ թուրքական պատվիրակությունը մեր երկրում է Փարիզում գործող հայկական սփյուռքի կենտրոնի շուրջ 5 տարի գործող հայերի երկխոսությունը թուրք մտավորականների ու դեմոկրատների հետ ծրագրի շրջանակներում։ Իդեպ այս կենտրոնը համագործակցում է ուղիղ 1 տարի առաջ Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում հիմնված մի ասոցիացիայի հետ, որը քրդական եւ թուրքական է եւ այսպիսի անվանումով ցեղասպանության հակառակորդների ասոցիացիա։ Այս պահին իմ զրուցակիցները ցեղասպանության դատապարտման հակառակորդների ասոցիացիայի նախագահ Ալի Էրթեմն է եւ հայկական սփյուռքի հետազոտական կենտրոնի հիմնադիր նախագահ Ժան-Կլոդ Քեբաբջյանը։ Իմ հարգարժան թուրք հյուրի հետ հաղորդակցվելիս մեզ կօգնի հայկական սփյուռքի հետազոտական կենտրոնի արտաքին կապերի պատասխանատու Ռաֆի Հերմոն Արաքսը։ Եվ այսպես իմ առաջին հարցը թերևս պարոն Ալի Էրթեմին լինի այսպիսին, պարոն Ալի Էրթեմ, ինչ սպասելիքներ ունեք ձեր գործունեությունից եւ ինչ հույսերով դուք հիմնեցիք այն ասոցիացիան։ Իդեպ կներեք ավելացնեմ նաեւ, որ այս անգամ թուրքական պատվիրակությունը իր հետ բերել է ավելի քան 10,000 ստորագրություն, որ հավաքվել է Եվրոպայում բնակվող քրդերից եւ թուրքերից։ Եվ այս ստորագրությունները պահանջեն թուրքական իշխանությանը դատապարտելու եւ ընդունելու դարաշրջանի մեծ ոչրագործությունը։ Եվ այսպես պարոն Ալին կարող է պատասխանել։ Biz bir tabuyu yıkmak istiyoruz. Soykırımın inkarının artık inkarından vazgeçilmesini istiyoruz. Մենք ուզում ենք, որ այլևս մի թաբու դաբալի եւ մենք ուզում ենք, որ այլևս ցեղասպանության թժումը վերջ գտնի։ Biz Ermeni halkına karşı işlenmiş büyük insanlık suçunun Türklerin, Kürtlerin, Çerkezlerin ataları soykırım suçuna alet edilmiş halkların vicdanında mahkum edilmesini istiyoruz. Մենք ուզում ենք, որ հայկական ցեղասպանություն դադարեցվի այն ոգիների մեջ, որոնց նախայրերը, այսինքն թուրքերի եւ քուրդերի եւ չերքեզների մասնակցել են եւ գադարել են հայկական genosidə. Türk devletinin hala soykırımı inkarını Ermeni halkına karşı bir hakaret ve tehdit olarak algılıyoruz. Bu sadece Ermeni halkına karşı değil, aynı zamanda insanlığa karşı da bir tehdit ve hakaret olarak algılıyoruz. Türkiye հարաբերության այսօր դակավին հայկական genosiդի թրժելը մենք ընդունում ենք որպես անարդարություն եւ սպառնում, բայց ոչ միայն հայ ժողովրդին թեմ, այլ ողջ հայության թեմ. Bu nedenle de bugün burada bulunuyoruz. Soykırım anıtı önünde Ermeni halkının yüce değeri, soykırım kurbanları önünde saygıyla eğiliyoruz. Derneğimiz adına, Soykırım Karşıtları Derneği adına Ermeni halkından özür diliyoruz. Մենք, որ այսօր կտլվում ենք Հայաստանի հայկական գենոսիդի հուշարձանին առաջ, մենք որպես այս կազմակերպության անդամներ եւ ներկայացուցիչներ մենք ներողություն ենք խնդրում հայ ժողովրդից եւ հարկանքով ենք խոնարհվում իրենց քիշադակների առաջ. Bunun insan haklarına saygılı nesillerin yetiştirilmesi için de bir zorunluluk olarak görüyoruz. Եվ սա գտնում ենք, որ անհրաժեշտություն է, այն իմաստով անհրաժեշտություն, որ մարդկությունը մարդկային իրավանց պաշտպանման սկզբունքների տեսակետով լավ սերունդներ ստեղծման համար սա մին անհրաժեշտություն է.
Պարոն Էրթեմ, այդ դուք 10,000 ստորագրություն եք հավաքել եւ քաղաքակիրթ ձևով այդ ստորագրություններով պահանջ է դրվում թուրքական իշխանությունների արչեւ, որպեսզի նրանք ընդունեն դարաշրջանի հայոց մեծ եղեռնը։ Իսկ դուք կոնկրետ երկխոսության տեսքով համագործակցության եզրեր չեք փորձում գտնել Թուրքիայի պետական կառույցների հետ եւ համագործակցություն ունեք թե ոչ։ Sayın Ali Ertem, çok çağdaş bir şekilde siz 10.000 imza topladığınızı belirttiniz. Biz onu öğrendik ve Ermeni soykırımların bu yüzyılımızın başında yapılmış olduğuna dair ve bunun kabul edilmesini, teyit edilmesine dair bir imza kampanyası başlatmış bulunuyorsunuz. Peki efendim, sizce bugünkü Türkiye Cumhuriyeti hükümetiyle bir diyalog acaba gerçekleştiremez misiniz? Ya da onlarla herhangi bir ilişkiye geçip onlara yardımcı olamaz mısınız? Bu konuda neler düşünüyorsunuz efendim? Dileğimiz tam da budur, isteğimiz budur. Ancak bugünkü durumuyla mevcut gerçekliğe göz önünde bulundurursak bu isteğimizin hala kabul edilmesinin Türk hükümeti tarafından oldukça zor olduğu kanısındayım. Իհարկե, ինչ խոսք, մեր բունը բադագը դա է, իհարկե դա մենք ուզում ենք, սակայն այսօրվա պայմանների մեջ, այսօրվա իրականության մեջ կարծում ենք, որ այսօրվա Թուրքիո կառավարությունը նման մի որոշում ընդունելու համար դակավին շուտ է։ Իսկ եթե հանկարծ պաշտոնական Անկարան արհամարանքով վերաբերի ձեր այն 10,000 ստորագրություններին, որ հավաքել եք 1 տարվա ընթացքում, ես համոզված եմ, որ գուցե մյուս տարի էլ 10,000 եւ այսպես շարունակաբար դուք կարողանաք 100,000-ավոր ստորագրություններ հավաքել եւ նույնիսկ այդ 100,000 ստորագրությունները թուրքական իշխանությունները արհամարեն։ Դուք չեք ձեռնարկի ավելի լայնամասշտաբ, ծավալուն եւ ավելի միտինգային բնույթ կրող գործողություններ։ Sayın Ali Ertem, ben biliyorum ki bu toplamış olduğunuz 10.000 imza belki çok yakın zamanda 2'ye katlanacak, 3'e katlanacak ve bir yıl içinde toplamış olduğunuz 10.000 imza belki bir gün gelecek 100.000 imzaya kadar toplanacak. Fakat 100.000 imzaya kadar toplamış biri olsa Türkiye Cumhuriyeti hükümeti bu 10.000 değil 100.000 imzayı bile değersiz kılsa, önem vermesi ve hakir görse, siz acaba ne gibi yeni çözümler, yeni yollar bulabilirsiniz? Acaba mitingler ve gösteriler, ayrı yollar düşünebilir misiniz acaba? Şimdi bu imza kampanyası aslında bütün çalışmaların sadece bir parçasıdır. Yeni soykırımların engellenmesi için, mesela bugün gündemde olan zamana yayılmış bir Kürt soykırımının engellenmesi için çalışmalar kesinlikle zorunludur. Bu sadece meseleyi güncelleştirmenin, aktüelleştirmenin bir girişimidir. Yani buna dünya kamuoyunun dikkatini çekmek için bir girişimdir. İհարկե, ուրեմն այսօրվա, մինչև այսօրվա մեր հավաքած այդ 10,000 ստորագրությունը, ավիշլագած հանրահավաքական աշխատությունը մեր ընդհանուր աշխատություններու միայն մի ձևն է։ Միայն մի ձևն անիմաստով հարցը ակտուալիզացնելու աշխարհի օրակարգի մեջ մտցնելու համար։ Իսկ մեր փունաբադակներից մեկը այն է, որ հավանական լինելու մի ուրիշ ցեղասպանության առաջ կառնելու համար հայկական ցեղասպանությունը ճանաչել տալն է։ Երբ ինքը ասում է հավանական մի այլ ցեղասպանություն, դա գոչվում է նույն թուրքական կառավարության պետության քուրդական հավանական մի ցեղասպանության համար է։ Շնորհակալություն պարոն Էրթեմ։ Պարոն Էրթեմը դեռ հնարավորություն կունենա եւ պատրաստական է պատասխանել հայ լրագրողների հարցերին։ Հաջորդ զրուցակիցս